Մենք եթե հողատու դավաճան այս կռիվը չենք անելու, սիրելի ժողովուրդ։ Հանրապետություն կուսակցության ղեկավարը կրկնում է, պետք լինի ՔՊ-ի հետ համագործակցության կգնան, կոալիցիա կկազմեն։ Բոլորիդ առաջ, բոլորիդ աչքերին անկեղծ նայելով ասում ենք, որ եթե այս ազգային ժողովում խնդիր առաջանա կոալիցիա կազմելու, որպեսզի թույլ չտանք այդ ռուսապատակ իշխանությունները գան իշխանության, թույլ չենք տալու, այնպես ինչպես Երևանում թույլ չենք տվել։ Թույլ չենք տալու, մենք կոալիցիա կազմելու ենք։ Եթե նման խնդիր առաջանա, անկախ գաղափարական տարբերություններից, մենք քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա կազմենք ու թույլ չենք տա, որ իրանք գան իշխանության։ Հանրապետություն կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է արևմտամետ արտաքին քաղաքականության, հապկից դուրս գալու, պրոֆեսիոնալ բանակի ձևավորման եւ եվրոպական ինտեգրման օրակարգով։ Որով կարող եք տարբերել։ Տեսեք, սիրելի ժողովուրդ, մենք լրիվ արևմտյան արժեքներ կրող կուսակցություն ենք։ Մենք գտնում ենք, որ Հայաստանը պիտի իր քաղաքական վեկտորը տեղափոխի դեպի արևմուտք։ Հայաստանի ներկան ու ապագան արևմուտքի հետ բովանդակային համագործակցության մեջ է, ասում է Արամ Սարգսյանը, չանդրադառնալով այն հանգամանքին, թե քաղաքական ու տնտեսական ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանին բոլորովին մերժելը։ Մենք այդ ազգային ժողով գնում ենք տնտեսական ծրագրերով։ Ես կարող եմ ջրի ծրագրերից խոսել, ես կարող եմ խոսել մետաղական հանքավայրերի ծրագրերից, ես կարող եմ խոսել պերլիտից, բազալտաթելից, հավանաբար ով հետևել է գիտի։ Մենք այդ բոլոր ծրագրերը տանում ենք ազգային ժողով, մենք գնում ենք այդ ազգային ժողով աշխատելու, մենք գնում ենք ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություններ տանելու։ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ իրենց ներկայությունը փոխելու է խորհրդարանի նկարագիրը։ Հայաստանն իրենց հետ կարող է հաղթել Ադրբեջանին։ Կարող եք հաղթել առանց արյունի, առանց պատերազմ հայտարարելու, աշխարհի համար ընկալելի ու ցիվիլ տարբերակով, տնտեսական մրցակցության տարբերակով։ Արփիս Քեսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր,